Ես քեզանով հիանում եմ, որովհետև դու քո հղիության շատ բարդ փուլը, շատ պատվով հաղթահարել ես ու ինքը ծննդաբերել է առանց ինչ-որ ցավազրկող մեթոդներ կիրառելու։ Էդ իմ համար լրիվ հերոսություն անկեղծ եմ ասում։ Նույնիսկ փշաքաղվեց։ Ես քեզնով հիանում եմ այն պահերին, երբ դու կարողանում ես շատ անկեղծ ասես քո էմոցիաների մասին, քո զգացողությունների մասին, հատկապես երբ որ մարդկան շատ պարզ ասում ես, որ դրանց մասին ինչ-որ բան ես, X բան ես մտածել, որ ուրիշ մարդ վստահաբար չէր ասի։ Ինձ թվում է, որ դու ավելի ես հասկանում այդ մարդը դիմացի ինչպիսին է, չգիտեմ, իր միտումները անկեղծ են, թե կեղծավոր են։ Կազմակերպես դες ճամփորդություններ, հսկայական, երկրից երկիր, հյուրանոցներ։ Իմ համար դա մի հատ անհավանական աշխարհ է թվում, որով մենակ անում է։ Դու շատ գրագետ պատրաստվել ես մամայությանը ու հիմա էլ գրագետ ծնող ես, ես օփշում եմ, ոնց է հնարավոր տենց լավ ծնողներ, այդքան ամեն ինչից հասկանան։ Ես Արևի համար ընտրել եմ համերասնություն մեթոդը։ Դու միշտ պատրաստական ես, երբ ինչ-որ խնդրից քեզ հետ կիսվում եմ, միշտ պատրաստական ես լուծել այդ խնդիրին փոխարեն առանց որևէ շահ հետապնդել։ Դու իմ ճանաչած իմ սիրելի մամա բլոգերն ես, անկախ ոնց որ մեր ընկերությունից, ես շատ հովեսով եմ նայում ու կներես ոչ մամա բլոգ։ Ոչ, հա, բայց ոչ մի մամա բլոգերի այդքան հովեսով ես չեմ նայում։ Ես հիանում եմ քո եւ Անդրանիկի ստեղծած ընտանիքով։ Ես այն որ դուք կարողացել եք տարիների ընթացքում թրծվել եւ այդքան լավ իրար ճանաչել եւ ձեր հարաբերությունները ավելի ներդաշնակ փուլի տանել։ Հաճախ ամուսինից հետո հակառակն է լինում, մենք չենք կարող շղթել այդ իրականությունը, բայց դուք կարողացել եք գնալ դեպի իրական ընտանիք։ Ես էլ եմ ուզում նույնն ասել, որ ես հիանում եմ քո Կարոշի ստեղծած ընտանիքով, որովհետև նախ շատ եմ սիրում, հետո դուք շատ ներդաշնակ եք, ինձ շատ դուր է գալի, այդ որ դու ասում ես ընդհանրապես մենք իր վրա չեն գոռում, այո, ես եւ Անդրանիկը երբեմն իր վրա գոռում ենք եւ ես հիանում եմ, ոնց է հնարավոր այդքան ստաբիլ չեմ խաղում։ Քեզ համար իրականություն դարձնել մի կյանք, որը պատանի տարիքում եղել է անհավանական, չէ՞։ Նոր հիմա էլ մի հատ կյանք ես դարձել քեզ համար իրականություն, որ քեզ մոտ չի եղել։ Ոչ մի կետով մոտ չի եղել ու դու ինքնուրույն միայնակ կարողացել ես դա քեզ համար դարձնել իրականություն։ Ես էլ հիանում եմ քո մամայով։ Շատ եմ սիրում։ Մեկ էլ իր քուրիկին եմ շատ սիրում, մեկ էլ Շունիկին։ Հա, իր մամայով շատ եմ հիանում, որովհետև ինքը մենակով 2 երեխա է մեծացրել։ Ու ինչ երեխեք։ Մեկը մյուսից ոսկի։ Հա, всё։